Սիրտդ արագ է բաբախում, հազիվ է շնչում, զգում ես ձեռքերում թմրատություն ու ասում ես, չէ, ես ոնց որ ինֆարկտ է։ Տնեցիք խառնում են իրար, շտապօգնություն են կանչում ու հենց բժիշկը բարձրանում է վերև, առաջին բանը որ ասում է. Отлично, мистер Эванс, сердце в порядке. Եթե սա քեզ հետ հաճախ է պատահում, ապա մնա մինչև վերջ, քանի որ այս տեսանյութի վերջում դու բոլորովին այլ աչքերով ես նայելու նրան, ինչը քո վերջն էր համարում։ Ողջույն, ես Աշոտ Թորոսյանն եմ, որպես հոգեբան գործունեություն եմ ծավալում Գերմանիայի վերականգնողական կլինիկաներից մեկում եւ աշխատում եմ ամեն օր տագնապային խնդիր ունեցող բազմաթիվ պացիենտների հետ։ Այնպես որ այն, ինչը մեզ քեզ կփոխանցեմ, ոչ թե զուտ դասագրքային տեսություն է, այլ իմ ամենօրյա աշխատանքը տարբեր ազգություններով պացիենտների հետ, ովքեր տառապում են ինչ-ինչ տագնապային խնդիրներով։ Հիմա պատկերացրու, որ քո ուղեղը մի շենք է, որն ունի հրդեհի ազդանշան։ Այդ ազդանշանը կոչվում է ամիգդալա։ Դա քո ուղեղի, այսպես ասենք, տագնապի կենտրոնն է։ Եվ այդ ազդանշանը շատ զգայուն է։ Երբեմն առանց որևէ ակնհայտ պատճառի այն պարզապես միանում է։ Եվ այդ ժամանակ քո մարմինը բնականաբար արձագանքում է եւ ճիշտ այնպես, ինչպես կյանքին սպառնացող ցանկացած վտանգի պարագայում։ Մեծ քանակությամբ ադրենալին է արտազատվում արյանդ մեջ, սիրտը սկսում է արագ բաբախել, այսինքն քո ուղեղի խորհրդանշական անվտանգության ծառայությունում կեղծ ահազանգ է ստացվել։ Թե ինչպես եւ ինչու, սա բոլորովին այլ թեմա է, սրան կանդրադառնանք առանձին։ Ինչու է այդ վիճակը գրանցվում որպես սրտի կաթված։ Ինչու, որովհետև քո ուղեղը սկսում է ավտոմատ կերպով բացատրություններ փնտրել։ Եվ որտեղից տվյալների այն բազայից, որը դու ստացել ես օրինակ ամսագրեր կարդալով կամ միգուցե լսել ես հարևաններից, ծանոթներից, կամ ինչ-որ հաղորդումներ սրտի ինֆարկտի վերաբերյալ, թե որոնք են ախտանշանները, օրինակ ցավես սրտի հատվածում կամ սառը քրտինք եւ այլն, եւ դու արդեն սկսում ես ավտոմատ կերպով գրանցել եւ մտովի հետևել քո մարմնում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն։ Ասում ես, հələ մի րոպե սիրտս էլ պուլսս չափեմ, տենամ ճնշումս բարձր է թե բարձր չի, հետո սկսում ես բարձր ճնշման փաստը գնահատել, եթե ճնշումս բարձր է, հնում իմ հարևանի ճնշումն էր բարձր, հասավ 180, այս հաստատ ինֆարկտի ախտանշանները։ Իսկ օրգանիզմում տեղի ունեցող միանգամայն նորմալ այդ փոփոխությունների երկրորդային գնահատումը բերում է նրան, որ դու սկսում ես արդեն արագ շնչել, մակերեսային, բերանով եւ գործնականում սխալ։ Ինչի հետևանքով խախտվում է արյանդ մեջ ածխածնի երկօքսի եւ թթվածնի հավասարակշռությունը։ Սա էլ իր հերթին բերում է հիպերվենտիլյացիայի։ Դու զգում ես ձեռքերում կամ վերջույթներում թմրածություն, գլխապտույտ եւ թվում է, որ օդը չի երիքում։ Այնինչ իրականում պարզապես դու չափից ավելի մեծ թթվածին ես ներշնչել։ Եվ քանի որ զգացողություն ես ունենում, որ կորցրել ես վերահսկողությունը մարմնիդ վրա, խառնում ես իրար, տնեցիքն էլ խառնում են իրար, որ դու ես խառնվել իրար եւ զանգում են շտապօգնություն։ Դե քանի որ քո ուղեղի կողմից այդ կեղծ ահազանգների պատճառները հասկանալ ավելի ծավալուն եւ խորքային հոգեթերապևտիկ միջամտություն պահանջող թեմա է, սրա մասին արդեն առանձին խոսենք, ինչպես ասեցի։ Հարցն այս պարագայում այն է, ինչ կարող ես դու անել եւ ինչն է գտնվում քո վերահսկողության տիրույթում, մինչեւ հոգեբան հոգեթերապևտի հետ հանդիպում նշանակելը։ Իսկ պատասխանը քո շնչառությունը։ Եվ ուշադրությունը քո շնչառության վրա կենտրոնացնելով էլ դու կարող ես լուծել քո առջև դրված խնդիրը։ Այսինքն կանխել խոճապային գրոհը եւ հիպերվենտիլյացիան։ Հիմա ինչ կարող ես անել հենց հիմա, երբ զգում ես խոճապային կամ տագնապային գրոհի առաջին ախտանշանները։ Առաջին բանը, որ դու կարող ես անել, ուղղիր ուշադրությունդ շնչառությանդ վրա։ Շնչիր բնական, հանգիստ, առանց ավելորդ խորը շունչ քաշելու կամ առանց ավելորդ երկար արտաշնչելու։ Հիմա փորձում ենք միասին այս տեխնիկայի միջոցով ինքնակարգավորվել։ Շնչում ես խորը, հաշվում ես մինչև 4-ը, այսինքն ներես շնչում 1, 2, 3, 4 եւ հանգիստ արտաշնչում ես հաշվելով վերջը, մինչև 6-ը։ 1, 2, 3, 4, 5, 6։ Հիշիր, խոճապային գրոհը ընդամենը կեղծ ազդանշան է։ Սա չի խոսում այն մասին, որ քեզ իրական վտանգ է սպառնում։ Հաջորդ տեսանյութում մենք անդրադառնանք խոճապային գրոհների կամ ինքնակարգավորման այլ տեխնիկաների, այնպես որ բաժանորդագրվիր, որպեսզի ոչ մի տեսանյութ բաց չթողնես, քանի որ հետագա տեսանյութերը նվիրված են լինելու տագնապային եւ խոճապային գրոհներին, ինչպես նաեւ այլ խնդիրների ժամանակ մեր
հոգեկարգավորմանը։ Իսկ հիմա կարող ես փորձարկել շնչառական այս տեխնիկան հանգստացնող երաժշտության ուղեկցությամբ։ Իդեպ այս տեսանյութը տևելու է մոտավորապես 1 ժամ, դու կարող ես թուլանալ, հանգստանալ, բնության ձայներով եւ գեղեցիկ տեսարաններով։ Եվ այսպես